Քոչարյան համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ դիմակավորված 4-5 հոգի ակնհայտորեն Ղարաբաղի բարբառով սպառնալիքներ են հնչեցնում հանրապետության վարչապետի հասցեին, ասում են մենք գիտենք թե դու որ կողմերով ես գնում գալիս, քո երթուղին մեզ հայտնի է եւ ոչ նորմատիվային բառապաշարով սպառնալիքներ են հնչեցնում։ Սպառնալիքի բնույթն էլ կարող եք հնչեցնել։ Մահվան սպառնալիքի մասին է խոսքը։ Մահվան սպառնալիքը։ Ֆիզիկական Այսինքն դիմակավորված, երբ որ մահվան սպառնալիքի մասին խոսում են դիմակավորված անձիկ, դա արդեն ահաբեկչական ակտի նախապատրաստական ինչ որ գործողության հետ մենք առնչություն ունենք։ Եվ երկրորդը, եթե իրենք ունեին ինչ որ ուղերձ, կարևոր չի թե ինչ բարբառով են, պետք է դիմակը հանեն։ Դիմակի արկայությունը դա արդեն դեռ ուրիշ շատ իր մեջ վտանգներ է պարունակում, որը ինչքան հնարավոր շուտ պետք է բացահայտվի։ Եվ տեղանքը, եւ դիմակի հետևում եղած մարդիկ։ Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ դեպքերից առաջ ընկնելով մինչև բացահայտման փուլին հասնելը։ Չէ, չեն կարող չբացահայտեն։ Անշուշտ։ Եթե նույնիսկ սարքված տեսանյութ է, դա էլ պետք է բացահայտվի։ Նախընտրական այս փուլում, երբ որ մթնոլորտը գերշիկացած է եւ ընդդիմադիր տարբեր գործիչների կողմից, գիտեք, ոչ այնքան կոռեկտ մեղմ ասած բառերով Փաշինյան։ Այսպիսի տեսագրությունները պատահական են։ Իհարկե ոչ, դա խոսում է, որ ոնց որ բոլոր քաղաքական ուժերն են սոցիոլոգիական հարցումներին հետևում, նաև ընդդիմադիր դաշտում տեղակայված ուժերը, որոնք ընդդիմություն կոչել բնականաբար մի քիչ դժվար է իրենց ընդդիմություն անվանել, որտեղ ընդդիմությունը նշանակում է գաղափարախոսություն, որը բացակայում է այսօրվա ընդդիմադիր դաշտում տեղակայված ուժերին։ Խոսքը Հայաստան խմբակցության, Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, այսինքն հիմնական այսպես խոշոր տպավորություն, խոշորի տպավորություն թողած ուժերի մասին։ Հիմա եթե իրենց գաղափարական ծրագրային մասը բացակայում, պետք է ի հայտ գան նմանատիպ զարգացումների ցանկություններ, որոնք էլ մենք այսօր տեսանք, որովհետև այլ ձև քաղաքական օրակարգում, տեղակայվել հնարավոր չի իրենց համար, որտեղ իրենց նպատակը իշխանությունը զավթելն է։ Իսկ իշխանություն զավթելը օրինական ճանապարհով ժողովրդի քվեով եթե չկա, ուրիշ ճանապարհի իրանք սովոր չեն, հատկապես երբ որ հաշվի առնենք, թե հոկտեմբերի 20-ից հետո Հայաստանում իշխանությունը ինչ ձևերով է ձևավորվել, քվեն արհամարելով, անտեսելով եւ ըստ էության իշխանությունը իրականում բռնազավթելով սեփական ժողովրդից։ Ղարաբաղցիների գործոնը, համբամանքը փաստորեն այս անգամ էլ, այս ընտրություններում էլ օգտագործվում է ընդդեմ կառավարող ուժի ընդդիմադիր դաշտի կողմից։ 21 թվականի ընտրությունների ժամանակ Ղարաբաղի կոնֆլիկտի թեման էր շահարկվում, այժմ Ղարաբաղցիների որպես հավաքական օգտագործում են այս ուժերը, քանի որ լայն աջակցություն չունեն մեր հասարակության կողմից, իրենք ման են գալի դժգոհ, զանգված եւ բնականաբար Ղարաբաղի հայաթափումից հետո իրենք գտնում են այդ զանգվածը հենց ծնունդով ղարաբաղցիների մոտ եւ դա շատ վտանգավոր է, որտեղ Հայաստանը նման դեպքում եթե օգտագործվի այն ձևաչափով քաղաքական, որը իրենք պատկերացնում են, մենք հավանականություն շատ մեծ կլինի կունենանք շատ մեծ խնդիրներ Հայաստանի սահմանները ամուր պահելու տեսանկյունից։ Պարոն Քոչարյան, նաև գաղտնի ձայնագրություններ հրապարակվեցին համացանցում, դատելով որոնցից փաստորեն զինվորներին քաղաքական ուժերից մեկը փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով եւ քվեարկել տալ քաղաքական ուժերին։ Դրանք շատ արագ բացահայտվող է։ Եվ շոշափուկները արդեն հասել են զինված ուժեր։ Ուրեմն շոշափուկները կմնան զինված ուժերի պատերի այն կողմում, վստահաբար եմ ձեզ ասում, որովհետև այսօր մեր զինված ուժերը այն զինված ուժերը չի, որը նախկինում իշխանությունները օգտագործում էին քվե ստանալու համար։ Այսօրվա զինված ուժերին ոչ մեկը թույլ չի տա, որպեսզի մտնեն սահմանից զինված ուժերի տարածքի ներս եւ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորին փորձեն ոչնչացնել։ Գիտեք, որ ընդդիմության սիրելի թեման 44-օրյա պատերազմ։ Ընդդիմություն, որ ասում եք հասցեներով ասում։ Ռոբերտ Քոչարյան, ասենք այդ հենց ասեք։ ընդդիմության մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյան, ասում։ Ռոբերտ Քոչարյան
Մասնավորապես Երեք լեզվով, որը ցանկություն ունի հայրմեր արտասանելու։ Այո, որը ու հայրենը կարող ենք դնել մի կողմ, մյուս երկու լեզուները թողի հայտ բերի, որպեսզի հասկանանք իր լրջությունը, որտեղ ինքը վերջերս խոսում է IQ-ի մասին։ Բոլորս էլ տեսել ենք, թե մեկ բառի մեջ քանի տառասխալ է ինքը անում։ Դա խոսում է իր IQ-ի մասին։ Դա նշանակում որ արդեն իր հնչեցրած IQ-ով ինքը նախագահի տեխնացու չէր կարող լինել։ Եթե իր ցանկությունը դա էր։ Այնուամենայնիվ, պարոն Քոչարյան, այդպիսի IQ ունեցող գործիչը կարծեք թե մաթեմատիկայից էլ այնքան լավ չէ, կամ էլ լավ է, պարզապես շահարկում է մի շատ ցավալի, մի շատ զգայուն թեմա 44-օրյա պատերազմում զոհերի թիվը ասում է 5000 զոհ։ Այսօր Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում անդրադարձավ այդ հաշվարկին Ռոբերտ Քոչարյանի կողմից արված եւ ասաց, որ եթե դու չապացուցես, ապա քեզ համար վատ է լինել։ Ճիշտ է ասել պարոն Փաշինյանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը դա չի կարող ապացուցել, իսկ ընդհանրապես մարդու կյանքը Ռոբերտ Քոչարյան տեսակի համար երբեք արժեք չի ունեցել։ Ու այսօր էլ, երբ որ ինքը քարոզարշավ անում, տեսնում եք իր կեցվածքը, պահվածքը, իր չեղած խարիզման, ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ մարդը իր համար արժեք չունի, որտեղ ինքը անկեղծ չի շփվում այն ընտրազանգվածի հետ, որոնց հետ գնում է հանդիպման։ Դա է իր բնույթը եղել։ Դրա համար ինքը դեռ 90-ականներին Ղարաբաղում երկու անգամ պարտվել Արթուր Մկրտչյանին։ Չի ունեցել նույնիսկ Ղարաբաղում այդ թվեն, որի միջոցով ինքը պետք է դառնար իշխանություն։ Ինչու է նա շահարկում հենց 5000 թիվը, պարոն Քոչարյան։ Դեպս կլորացրել են, որտեղ էլ եմ ասում, մարդու կյանք իրենց համար արժեք չունի։ Տեսեք, 3831 5000-ից հան այդքանով իրենք ավելացնող կլոր ցիստան, ավելի տպավորիչ, մեծ, ազդեցիկ, որովհետև այնուամենայնիվ ինքը չի կարող իրական թիվը անուններով, երբ որ անունները արդեն հրապարակված են, անուն, ինչ պետք է անի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։